Հայաստանի քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը նորագույն անվտանգային պաշտպանիչներով եւ հատուկ մշակված դիզայնով պատրաստ է։ Այստեղ տեղադրվելու է չիպի արտադրությունը եւ անտենայի տեղադրումը չիպի վրա եւս բարձր ստանդարտով են իրականացվելու։ Այստեղ լինելու է QR կոդը։ Նկարի կրկնօրինակը սա է, այդ հակասկանավորման անվտանգության բաղադրիչը սա է, հոլոգրամը տպագրվելու է այս տարբերակով, կեսը պարտադիր պետք է լինի նկարի վրա, կեսը դաշտերի վրա, դաշտերի հաջորդականությունը եւ դասավորվածությունը եւս ստանդարտավորված է ամբողջությամբ եւ այստեղ զարդանախշերն են օգտագործված ավելի քան 6 տեսակի։ Ծիածանի գույներով հոլոգրամը կլոր նշանը թեք լույսի տակ փոխում է գույները, ներդրվել է միջնադարյան արևային ժամացույցի պատկերը, կրկնօրինակ փոքր լուսանկարը եւս թեք լույսի տակ 3D էֆեկտով արտացոլելու է անձի ծննդյան տարեթիվը։ Անձեն աչքով գուցե չնկատվի, բայց օգտագործված են մեր դրոշի գույները։ Միգրացիոն ծառայության ղեկավարը շեշտում է, սա միանգամայն նոր որակի փաստաթուղթ է։ Վերջերս Ամստերդամում ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսում IDV-ում քարտը բարձր է գնահատվել։ Նույնիսկ մրցակից ընկերությունները բարձր կարծիք հայտնեցին։ Մենք նաև ունեցանք այսպես օֆիցիալ, բացի ցուցադրությունից քարտի, նաև ունեցանք օֆիցիալ ներկայացման հատված, երբ որ սահիկաշարի միջոցով փուլ առ փուլ ներկայացվեց որոշման կայացման տրամաբանությունը, ինչու է Հայաստանի Հանրապետությունը որոշել, որ պետք է պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով այս ծրագիրն իրականացնի եւ որպես հաջողված փորձ ներկայացվեց արդեն մեր անցածային ճանապարհը, որ մոտենում է ավարտին, ներդրումային փուլը եւ շուտով որ արդեն մեկնարկելու ենք շրջանառությունը այս քարտերի։ Շրջանառությունը ակնկալվում է աշնանը, նոր կենսաչափական համակարգի ներդրմանը զուգահեռ ուժի մեջ կմտնի անձահաստատող փաստաթղթերի մասին նոր օրենքը։ Նոր ID-ները կտրվեն 5 տարի ժամկետով 14 աշխատանքային օրվա ընթացքում, կլինեն նաեւ արագացված ծառայություններ։ Քարտերը կտրամադրվեն մասնավորի բացած տարածքային բոլոր գրասենյակներում։ Սկզբնական փուլում դրանք կլինեն 14-ը, մինչև մյուս տարեսկիզբ կգործի 23 բաժանմունք, 2-ը Երևանում, մնացածը մարզերում։ Անձը մոտենալու է գրասենյակ, հանձնելու է բիոմետրիկա, այսինքն մատնահետք, լուսանկարվելու է տեղում, թողնելու է իր ստորագրությունը հատուկ նախատեսված սարքավորման միջոցով եւ եթե չկա արագացված ծառայության պայմանագիր, ապա մոտենալու է 14 աշխատանքային օր հետո, որ վերցնի իր քարտը։ Քարտը արժանալու է 5850 դրամ։ Սա բոլորովին նոր ստանդարտի փաստաթղթի գինն է, եթե համեմատենք մեր հիմիկվա 3000 դրամանոց ծառայության հետ, պետք է նկատենք, որ որակի իմաստով կտրուկ աճ է տեղի ունենում, այնինչ մենք տրամադրելու ենք այսուհետ մարդու նույնականացման երաշխավորն է լինելու։ Գործող քարտը անձնական տվյալներ պարունակող պլաստիկ է, իսկ 6 տարբեր շերտեր ունեցող նոր ID-ն պոլիկարբոնատ է, որն աշխարհում համարվում է նույնականացման քարտերի տպագրության համար ամենաբարձր որակի նյութը։ Կեղծումը գրեթե անհնար է։ Դավթյանը ներկայացրեց նաև քարտի գեղարվեստական լուծումները։ Ցանցը, որը որպես ֆոն է ծառայում քարտի համար, եւս բաղկացած է հայկական միջնադարյան ճարտարապետական նմուշների ռոզետներից, այսինքն վարդանման նախշերից, որոնք միաձուլելով մեր տեխնիկական խմբի, գեղարվեստական խմբի մասնագետները ստացել են ցանց։ Սա կոչվում է փաստաթղթերի ընտանիք, այս մոտեցումը, երբ որ պետությունը իր կողմից արտադրվող բոլոր փաստաթղթերի ֆոնային լուծումները եւ անվտանգային բաղադրիչները նույն ձեռագրով է ներդնում։ Այնպես չէ, որ աշնանից բոլորը պետք է պարտադիր փոխեն նույնականացման քարտերը, հիշեցնում են ծառայությունում։ Գործող ID-ները կշարունակեն վավեր լինել, ովքեր կցանկանան փոխարինել քարտերը, կարող են դիմել ստանալ նորը, բայց եթե լրացել է քարտի վավերականության ժամկետը, վնասվել կորել է, կտրամադրվի նորը, քանի որ հինն այլևս չի արտադրվի։ Այն ընդհանրապես շրջանառությունից դուրս կգա առաջիկա 10 տարուց հետո, քանի որ մինչև աշուն դեռ կտրամադրվեն ընթացիկ քարտեր։ Այս հանգամանքը հաշվի առնելով ծառայությունում վստահ են կկարողանան սպասարկել հոսքերը։ Նոր նույնականացման քարտի էլեկտրոնային կրիչը շատ լայն հնարավորություններ է տալու պետությանը ծառայություններ մատուցելու իմաստով, այսինքն այդ նույնականացումը էլեկտրոնային, որ հնարավոր է լինելու ապահովել թվային միջավայրում, նաև միաժամանակ շատ այլ ու այլ թվային ծառայությունների դռներ է բացելու։ Քարտը տեսականում կարող է ինտեգրվել բոլոր ժամանակակից նոր տեխնոլոգիաներով աշխատող հարթակներում եւ կարող է ապահովել անձի նույնականացում։ Աշնանը կմեկնարկի նաև կենսաչափական անձնագրերի տպագրությունը։ Բացի Հայաստանի քաղաքացու համար նախատեսված նույնականացման քարտից, կարտադրվեն նաև օտարերկրացիների համար նախատեսված քարտեր։ Քարտերի դատարկ բլանկները կներմուծվեն Չեխիայի Օստրավա քաղաքից։ Անձի անհատականացումը կապահովվի այստեղ։ Մայա Խաչատրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։